Հունիսի 25-ն է, մոտ 1 ժամ առաջ այստեղ Աթենքի փողոցում ճանապարհատրանսպորտային պատահար ինքնավթար էր տեղի ունեցել, նշված ավտոմեքենան բախվել էր բազալտե պատին, հենապատ կարելի ասել, վթարի հետևանքով վարորդին մոտ 15-20 րոպե օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտաբ օգնության բժիշկների հերթապահ խումբը փորձում էր օգնություն ցուցաբերել, ապա տեղափոխել էին Արմենիա բժշկական կենտրոն։ Քիչ առաջ Բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ ցավոք հիվանդանոց տեղափոխված վարորդը, ով երիտասարդ աղջիկ էր, դիտակցության չգալով մահացել է։ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի, Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, իմ տեղեկություններով արդեն պարզել են ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացած վարորդի ինքնությունը։ Այս պահին Բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանը և նույն գնդի 4-րդ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանը մեկնել են հիվանդանոց, որից հետո հավանաբար նորից կժամանեն դեպքի վայր։ Բժիշկների հետ նաև պարեկներն էին օգնություն ցուցաբերում վիրավորին, ցավոք նախ տեղում այստեղ շտաբ օգնության բժիշկները ամեն ինչ արեցին, որպեսզի ողբերգություն չլինի, նույնիսկ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ մի քանի անգամ բժիշկներին հաջողվել էր, շտաբ օգնության բժիշկներին հաջողվել էր վերականգնել սրտի աշխատանքը, որից հետո տեղափոխեցին Արմենիա բժշկական կենտրոն։